մնալ կղզում մարդասպանների հետ կամ մնալ օվկիանոսում քաղցած շնաձկների հետ։ Հարուստ երկրում աղքատ լինել, թե հարուստ լինել աղքատ երկրում։ Էս շատ հետաքրքիր հարց է։ Ողջույն բոլոր ժողովուրդ, ձեզ եմ կրկին ես Ալեքս ու դուք գտնում եք իմ Alex TV YouTube-յան ալիքում։ Այսօրվա վիդեոյում ես կանգ եմ առնելու շատ բարդ ընտրությունների առջև։ Օրինակի համար ես պետք է ընտրեմ անցկացնել 1 օր լուսավոր, սակայն սարդերով լի սենյակում, թե անցկացնել 1 օր ամբողջությամբ մութ սենյակում։ Այսպիսի շատ բարդ ընտրություններ են ինձ այսօր սպասվում, իսկ դուք նայեք այս տեսանյութը մինչև վերջ եւ ինձ հետ միասին քվեարկեք եւ տեսնեք, թե իմ կարծիքները համապատասխանում են ձեր կարծիքների հետ, թե ոչ։ Դե ինչ դրեք լայք բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք անցնում ենք վիդեոին, գնացինք։ Ուրեմն ժողովուրդ, մեր առաջին ահավոր բարդ ընտրությունը՝ ամբողջ օրը անկողնում պարկել, թե ամբողջ գիշեր չքնել։ Հասկանում եք ժողովուրդ, այսինքն ես 24 ժամ անցկացնելու եմ անկողնում պարկած, կամ էլ ամբողջ գիշեր չեմ քնելու։ Բայց ասենք ես կարող եմ շատ կարևոր գործեր ունեմ։ Հենց հիմա գրի կոմենտների բաժնում, թե դու որը կընտրեիր։ Ամբողջ օրը անկողնում պարկել, թե ամբողջ գիշեր չքնել։ Ես կընտրեմ ամբողջ օրը անկողնում պարկել, ժողովուրդ։ Ընտրեմ ու հետո կասեմ, թե ինչու սա ընտրեցի։ Եվ ընդամենը 37%-ն էր մարդկանց ինձ հետ համաձայն, իսկ մնացած 63%-ը կարծում էր, որ երկրորդ տարբերակը ավելի լավն է։ Անցնում ենք երկրորդ ընտրությանը։ Ուրեմն երկրորդ ընտրությունը՝ ջնջել ամենավատ հիշողությունը կամ վերապրել լավագույն հիշողությունը։ Այս շատ հետաքրքիր հարց է։ Մի րոպե հիշեմ իմ ամենալավ հիշողությունը ու ամենավատ հիշողությունը։ Կարծում եմ կընտրեմ վերապրել լավագույն հիշողությունը, ինչու, որովհետև ես չեմ ցանկանում իմ վատ հիշողությունները ջնջել, քանի որ այդ վատ հիշողությունները ինձ կյանքում նոր բաներ են սովորեցրել։ Իսկ վերապրել լավագույն հիշողությունը ինձ ուղղակի եւս մեկ անգամ հաճույք կպարգևի։ Ընտրում ենք։ Եվ մոտ 70% մարդիկ իմ նման են մտածել։ Հաջորդ ընտրությունը։ Ունեցեք դադարի կոճակ ձեր կյանքի համար, այսինքն ցանկացած պահի սեղմեմ եւ ավարտվի իմ կյանքը։ Եվ հետ գնալու կոճակ, այսինքն առաջինի դեպքում ես եմ ընտրում, թե երբ դադարի իմ կյանքը, իսկ երկրորդի դեպքում կարամ մահից հետո կրկին վերադառնամ կյանք։ Ժողովուրդ, անկեղծ ասած, երկուսն էլ չեմ ուզում ընտրել, թող ամեն ինչ իր հունով գնա ու ինչ լինում է թող լինի, բայց կոնկրետ այս դեպքում երևի թե կընտրեմ, ես կընտրեմ հետ գնալու կոճակ, ժողովուրդ։ Ինչու հիմա ընտրեմ ու ասեմ։ 70%-ը էլի իմ նման են մտածել։ Ուրեմն, ես ընտրեցի երկրորդ տարբերակը, քանի որ եթե ես իմ ձեռքում ունենամ դադարի կոճակ, ես կարող եմ ինչ-որ շատ տաքացած պահի էմոցիաների ալիքի վրա վերցնեմ այդ կոճակը, սեղմեմ ու իմ կյանքը ուղղակի վերջանա։ Իսկ մարդը հենց այդպիսի էակ է, ով տաքացած ժամանակ սխալ որոշումներ է կայացնում։ Իսկ հետ գալը կարող է ինչ-որ կիսատ մնացած գործեր ունենաս, գաս անես ու էլի գնաս։ Անցնում ենք հաջորդին։ Մինչև կանցնենք հաջորդ ընտրությանը, հենց հիմա փոքրացրու վիդեոն, դրեք լայք բաժանորդագրվի ալիքին, որպեսզի շատ շուտով հասնենք 50,000 բաժանորդ։ Ուրեմն հաջորդ ընտրությունը՝ 5 տարի լիովին մենակ մնալ, թե 5 տարի 1 րոպեով միայնակ չմնալ։ Այսինքն պատկերացնում եք, ժողովուրդ, 5 տարի լիովին մենակ ես լինում, ոչ մի մարդու չես տեսնում, կամ էլ 5 տարի միշտ ինչ-որ մարդկանց մեջ ես լինում։ Ես կընտրեմ միանշանակ կոմել չէ։ Տեսեք ժողովուրդ, եթե 5 տարի մենակ մնամ, ուղղակի խելագարվեմ, մարդը մենակ խելագարվում է, պատկերացնում եք 5 տարին ինչ շատ է։ Իսկ 5 տարի միշտ ինչ-որ մարդկանց շրջապատում լինելը էլի վատ է, որտեղ դու կարող ես ինչ-որ անձնական կարիքներ ունես հոգալու, այդ մարդկանց մեջ ոնց պետք է հոգաս։ Լավ, ամեն դեպքում ես կընտրեմ 5 տարի նույնիսկ 1 րոպեով միայնակ չլինել, որովհետև ես այդ մարդկանց հետ կկիսվեմ, կասեմ, որ ես չեմ կարա միայնակ մնամ ու ստիպված եմ այդ կարիքները ձեր մոտ հոգալ։ Ու այո, էլի 500,000 հոգի իմ նման է մտածում։ Հաջորդ ընտրությունը
Հարուստ երկրում աղքատ լինել, թե հարուստ լինել աղքատ երկրում։ Էլի շատ հետաքրքիր է։ Ես կընտրեմ հարուստ լինել աղքատ երկրում, եթե ես հարուստ լինեմ, իմ երկիրը կշենացնեմ։ Իսկ եթե հարուստ երկրում աղքատ լինեմ, ում եմ պետք։ Միանշանակ հարուստ լինել աղքատ երկրում։ 86%-ը իմ նման են մտածում։ Հաջորդը մնալ կղզում մարդասպանների հետ կամ մնալ օվկիանոսում քաղցած շնաձկների հետ։ Դե երկու դեպքում էլ չնայած դու մարդասպանի հետ լկարած լեզու գտնես, իրան համոզես, որ քեզ ձեռք չտա, բայց օվկիանոսում քաղցած շնաձկների հետ դու ոչ մի շանս չունես, միանշանակ մարդասպանի հետ։ Այո, համարյա 90%-ը իմ նման են մտածում։ Հաջորդ արդեն ծիծաղելի հարցը՝ կռվել արջի հետ կարագի դանակով կամ մերկ ձեռքերով կռվել գայլի հետ։ Ինձ թվում է գայլը ավելի արագ է, քան արջը, ու մերկ ձեռքերով գայլը ինչ պետք է ասենք, գայլին ես մերկ ձեռքերով անեմ, իսկ այնց գույնա արջն եմ ընտրում ես։ Ինչ։ 65%-ը ընտրել էր գայլին, բայց ախր դու դատարկ ձեռքերով ինչ պետք է անես գայլին։ Լավ, գրի քո կարծիքը։ Հաջորդը սառչել մինչև մահ, այրվել մինչև մահ։ Ինչ չափուշ հարցեր անցնում ենք, հաջորդին ես չեմ պատասխանում։ Վարձատրվել գրքեր կարդալու համար, վարձատրվել հեռուստացույց միանշանակ։ Ուղղակի ես միլիարդատեր կլինեմ, եթե ինձ վարձատրեն հեռուստացույց դիտելու համար։ Հաջորդը մեկ ամսով հրաժարվել ցնցող ընդունելուց, մեկ ամսով հրաժարվել ինտերնետից։ Մեկ ամսով հրաժարվել ցնցող ընդունելուց, այդ լրիվ կլինեմ կատու զիբիլի կոմենը, հա, լինելու հետս։ Ինտերնետից եթե հրաժարվեմ, դուք չեք տեսնել իմ վիդեոներից, ձեր համար ես պատրաստ եմ մեկ ամիս փնթի մնալ։ Անընդհատ հոգնած լինել, անկախ նրանից, թե որքան եք քնում, կամ անընդհատ քաղցած լինել, անկախ նրանից, թե որքան եք ուտում։ Ընտրում եմ հոգնած լինելը, որովհետև չաղան ասեն, հենց ահա որ։ Հաջորդը ապրել առանց YouTube-ի, ապրել առանց TikTok-ի։ Ես ասենք ես հարցի իմաստը ո՞րն է պատասխանելու, միանշանակ։ Հələ 20%-ը ընտրել էին առանց YouTube-ի, ո՞նց է հնարավոր, մանավանդ ես ո՞նց կարամ առանց Էս էլ բարդ հարց է, ունենալ կատարյալ մարմին, բայց անհրապուրիչ դեմք, կամ գրավիչ դեմք, բայց անկատար մարմին։ Ինձ թվում է ամեն դեպքում ավելի լավ է գրավիչ դեմք ունենալ, բայց անկատար մարմին։ 70%-ը ինձ հետ համաձայն է։ Հաջորդը՝ կյանք առանց վախի, կյանք առանց ցավի։ Կյանք առանց վախի միանշանակ։ 46%-ը, բայց ախր առանց ցավի մեկը մենք ցավը զգում ենք ու այդքան էլ տհաճ չի, բայց վախի զգացողությունը ահա որ է։ Հաջորդը՝ գիտես ինչպես կմեռնես, թե գիտես թե երբ կմեռնես։ Գիտես թե ինչպես կմեռնես։ Էս իմ կարծիքն է։ Ալերգիկ լինել շոկոլադի նկատմամբ, ալերգիա ունենալ սմարթֆոնների նկատմամբ, միանշանակ շոկոլադի, առանց սմարթֆոն բարդ է, իսկ շոկոլադի կարամ եմ մի կերպ դիմանալ։ Էս շատ հետաքրքիր հարց է, ունենալ անտեսանելի դառնալու ունակություն կամ մտքեր կարդալու ունակություն։ Ժողովուրդ, գիտեք ոնց, եթե ես մտքեր կարդալու ունակություն ունենամ, ես չեմ կարող ճիշտ պահը ընտրեմ, որպեսզի սկսեմ մտքերը կարդալ, իսկ եթե անտեսանելի դառնալու ունակություն ունենամ, ես կհասկանամ, թե երբ է ինձ պետք օգտագործել այդ ունակությունը ու կօգտագործեմ, այնպես որ անտեսանելի դառնալու։ Ու համարյա հավասար են ձայները։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էր իմ այսօրվա վիդեոն, վստահ եմ հավանեցիք, եթե հավանեցիք դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, գրեք կոմենտներում ձեր կարծիքները, իսկ ձեզ հետ էի ես Ալեքսը, ցտեսություն, պակապ։